Ինչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյան, որովհետև արդեն գյուղը քանդել։ Փաշինյանը աշկը չտեսնա, ավելի ճիշտ է որ աշկը չտեսնա, թե չէ Ինչու՞։ շետ կարող է պիս կպնեմ դրան, այստեղ ոչ թե կարող է 100%, էլ չեմ ուզում տեսնամ, որպես բայց ես Ալիևի որ այդքան բանը լկստացրել է, դա ես ծուտր համար, այսքան երկիրը որ այս վիճակին է, որ այդ Ալիև որ եկան մեզ սարքել այս իշխանասարի գլխին էս է նստած, որ եկան նայում ենք թուրքերը եկել են ստե ամբողջ դարերի ընթացքում ստե թուրք չի երևացել, հիմա թուրք եկել են իշխանասարը սարքել երկու մասի մեր գլխին նստել։ Հենց դրա համար որ մեր լրի բարձունքները թուրքի նստած է, որ դրա համար որ ամեն օր բան են գալիս, թուրքերը գալիս են, թուրքերը բերում ենք Սյունիքը, պիտի բերենք տեղավորենք, իրանք էլ մի բերան ասում չեն, արա դու ով ես որ գա Սյունիքը, բայց որ մեր այդքանը փախել են եկել, դրանց խճ ես ասում որ հետ են գնալու։ Խճ են հետ գնալու, նրանք պիտի ինչով են նրանք առավել ով են եղել իրանց կյանքում որ եկել են մեր գլխին նստել։ Եթե հանկարծ հանդիպեմ, իսկ չնայած գիրես ինչ է նայես, մեն ախրամ ինչ ասես, տարավ այդքան երեխորձը գլոխը կերավ, հիմա ամբողջ օր ընկած Ալիևի մեկ էլ որ դու անի գիրկն ընկած, ոտ ընկած լիզմը, ես նայում լապա չեմ տենում գիրես։ Պետք է հանդիպեմ Փաշինյանին, կայքի մարդ կա հանդիպեմ հələ Փաշինյանն։ Կասեմ դավաճ անես, փողատու ես։ Չեմ ուզի հանդիպեմ։ Ինչու՞։ Որովհետև ճանապարհս կփոխեմ։ Ինչու՞։ Տենց եմ մտածում։ Խոսքի բաներ կա 6 տարի է ես չեմ քայլում, ասենք խոսքի օրինակ քաշեմ գալիս հիվանդանոցներ եմ, խոսքի դրան լուծում չկա, ստեյց ընդեն ուղարկեմ, ընդեյց ընդեն ուղարկեմ։ Ես ուրախ կլինեմ որ դեմ դիմաց դուրս գայինք ինձ։ Դրանք հələ խոսքի օրինակ են տենց անում էլի մարդկանց ժողովրդին։ Ասենք 2 կոպեկ թոշակով ոնց ապրես, լիքը հարցեր է, վերջը տուն աշխատող, զուտած հարցեր կա էլի։ Պրոբլեմները շատ է ուղղակի։ Մենակ ես իմ տեղմենը չեմ ասեմ, հենց լիքը մարդ ես, լիքը մեր գյուղում ասենք։ Լիքը մարդկանց ասենք, որ նպաստահասնեմ չեն տալիս, վերջին էլի դա ճիշտ է, ասենք խոսքի 4 երեխա տիրոջ, ասենք հիմա մի երեխա է, մենակ իշ չեմ էլի ասեմ, ճիշտ հասկաց։ Չեմ հանդիպի, որ դուրս էլ գա, էլի իրան չենք հանդիպի։ Հարցեր կա որ կարանք, բայց ոչ լրատվական կենտրոնների։ Առաջի պատերազմի օրը իմ աղջիկը զոհվա։ Այն որ հուշախորը դրածա իմ հայատը։ Այն գեղեցկուհին Հասմիկ Ազումանյան, հենց իմ աղջիկն է առաջինը զոհվել է։ Էլ ես չեմ կարա ոչ մի բան ասեմ, չգիտեմ ով ինչ, ով ոնց, մինչև հիմի իմ դեղս դուրս եկավ, որ իմ երեխան հենց առաջի ինձ գնդակը կպավ իմ երեխին։